մեզ մոտ գոյություն ունեն այդ թվում դասալսումների ինստիտուտներ, եւ մենք մասնավորապես հիմա այնտեղ, որտեղ հարցը սուր դրված է հատկապես այդ կրթական գույքի մասով, մենք այսօրվանից սկսած շարունակաբար պատահականության սկզբունքով, չեմ ասում բոլոր տեղերը, բայց պատահականության սկզբունքով հատկապես նորակառույց դպրոցներում պետք է դասալսումներ։ Մենք պետք է գնանք չնախատեսված մտնենք քիմիայի դասին։ Տեսնենք լաբորատոր գույքը օգտագործվում է, թե չէ։ Իհարկե ծրագրով մենք կտեսնենք նաև ինչ է այդ օրը, ինչ դաս է նախատեսված։ Ֆիզկուլտուրայի գույքը պատշաճ օգտագործվում է, թե չի օգտագործվում։ Ֆիզիկայի լաբորատորիան, կենսաբանություն, աշխարհագրություն եւ այլն եւ այդպես շարունակ։ Որովհետեւ եւ պետքա տեսնենք, այնտեղ էլեկտրական սալիկներ կան, տարբեր, այսինքն գույք կա, որը շատ կարեւոր է եւ շատ այդ սալիկների վրա կարելի է սուրճ եփել, կարելի է դաս անել։ Ես չեմ բացառում, որ սուրճ էլ թող եփեմ, բայց դասը պարտադիր է։